Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Պարիս Սեն-Ժերմեն ֆուտբոլային ակումբի հաջողության գրավականը, արդյոք Փարիզյան ակումբը կարող էր Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել նաև նախկին աստղային կազմով։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ նոր անուն գրվեց։ Ֆրանսիական Պարիս Սեն-Ժերմենը եզրափակչում կարողացավ ոչ մի խնդրի չհանդիպելով հաղթել Ինտերին ու արժանիորեն նվաճել գավաթը։ Պարիս Սեն-Ժերմենը տրեբլ գրանցեց։ Ես կարծում եմ, որ այս թիմի հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն էր։ Այստեղ բոլորը մտածում էին միայն թիմային հաջողության մասին, ոչ ոք անհատական հաջողության հետևից չէր գնում։ Թե պաշտպանությանը, թե կիսապաշտպանությունում գրող կառուցելիս, թե հարձակվելիս, բոլորը թիմային էին աշխատում։ Եվ հենց դրա շնորհիվ Պարիս Սեն-Ժերմենը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ հաղթեց։ Ասում են, եթե Լուիս Էնրիկեն լիներ նաև այն Պարիս Սեն-Ժերմենի գլխավոր մարզիչը, երբ թիմում էին Մեսին, Մբապեն, Նեյմարը, այնտեղ եւս կարող էր հաջողության հասնել, բայց ես համաձայն չեմ, որովհետեւ այնտեղ անհատները շատ էին կայացած եւ մեգա ֆուտբոլիստները շատ էին ու դժվար էր նրանց համախմբել ու այսպիսի ֆուտբոլի մաստիկ դարձնելը եւ հենց այդ պատճառով այս Պարիս Սեն-Ժերմենում կարծում եմ բոլոր արժանի էին հաղթանակի։ Ողջույն Էդուարդ։ Ողջույն Արմեն։ Այնինչ ասվում է Պարիս Սեն-Ժերմենի մասին ամբողջությամբ իրականություն է, ֆրանսիական ակումբը, Ֆրանսիայի ուժեղագույն ակումբը գերազանցեց բոլորին, սկսած փլեյօֆից Չեմպիոնների լիգայի խաղարկության եւ արժանիորեն նվաճեց գավաթը, բայց Լուիս Էնրիկեի հաջողության գրավականը պետք չէ կապել միայն նրա հետ, որ թիմից հեռացան մեգա աստղերը։ Կարծում եմ, եթե այն ժամանակ Պարիս Սեն-Ժերմենի ղեկավարությունը լիներ ավելի համբերատար, վստահեր մարզչին, ավելի երկար ժամանակ տրամադրեր, նման հաջողություն կարող էր լինել նաև այն ժամանակ։ Այն որ Մեսին, Մբապեն եւ Նեյմարը խաղում էին Պարիս Սեն-Ժերմենում, իհարկե դատավճիռ չէր նշանակում, որ այդ թիմը չի կարող հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Օրինակները շատ են, Մադրիդի Ռեալը հաղթել է Ռոնալդոյով, Բենզեմայով եւ Բեյլով, Բարսելոնան Մեսիով, Նեյմարով եւ Սուարեսով, այնպես որ իդեպ նույն Էնրիկեի գլխավորությամբ, այնպես որ եթե Էնրիկեն լիներ այն ժամանակ PSG-ի մարզիչը եւ նրան ժամանակ տային, կարող էր PSG-ն հաղթել նաեւ այդ ժամանակում։ Վերջին մտքից սկսենք, որ եթե Էնրիկեին տային հնարավորություն եւ ժամանակ, Պարիս Սեն-Ժերմենը վատ մարզիչներ չի ունեցել։ Այսպես անցումային մարզիչներ ունեցել է, բայց ունեցել է Թոմաս Տուխել, ում հետ հասան եզրափակիչը պարտվեցին Բավարիային, եւ հետո ունեցել է օրինակ Պոչետինո, ով լավ ամենաթոփը չէ, բայց բավականին լավ մասնագետ է։ Այստեղ միտքը գլխավոր միտքը այն էր, որ ոչ թե նախորդ մարզիչներն էին վատը, այլ որ նրանց ժամանակ չտվեցին։ Այսինքն չկար անմիջապես հաջողություն հեռացնում էին։ Պարիս Սեն-Ժերմենը իսկ Լուիս Էնրիկեին տվեցին այդ հնարավորությունը, որովհետև դառը փորձը ստիպեց PSG-ի ղեկավարությանը լինել ավելի համբերատար։ Էնրիկեն այնպես չէ, որ շատ հաջող սկսեց, անհաջող հատված եղավ լիգայի փուլից Պարիս Սեն-Ժերմենը շատ մեծ դժվարությամբ դուրս եկավ։ Եթե հանկարծ պատկերացնում ես չկարողանար PSG-ն մտնել 24 ուժեղագույնի մեջ, բոլորը կհամարեն հերթական ձախողված մարզիչը առանց համարել։ Այո, բայց համբերեցին։ Ֆրանսիայի առաջացնում հաղթելը կարծում եմ չերել քննարկում, ով էլ գալիս է, պետք է այնտեղ հաղթի։ Դա նվազագույն խնդիր է։ Իսկ Չեմպիոնների լիգայի մասով PSG-ի ղեկավարությունը իրոք համբերություն դրսևորեց եւ Լուիս Էնրիկեն արդարացրեց այս։ Բայց ոչ միշտ է այդպես եղել, ոչ մի մարզիչ չէ։ Երբեք չես կարող ասել ինչ կլինի հետո, բայց հիմա մենք խոսում ենք արդեն եղածի։ Նրա մասին է, որ ասում ես համբերեցին եւ տվեցին հնարավորություն Լուիս Էնրիկեին։ Մեկ մրցաշրջանում միանգամից հնարավոր չէ հաջողության հասնել, ընդհանրապես երկու մրցաշրջան պահանջվեց Էնրիկեից գավաթը նվաճելու համար, այսինքն այստեղ շատ մեծ համբերատարության մասին խոսք լինել չի կարող։ Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, եթե լիներ Նասեր Ալ-Խելայեֆին 2-3 տարի առաջվա
մտածելակերպով կարող էր հեռացնել Էնրիկեին, ասել որ հերթական մարզիչը չկարողացավ նվաճել չեմպիոնների Բայց դա այն թիմը չէր, որով միանշանակ Paris Saint-Germain-ը պետք է նվաճեր, որովհետեւ սա էլ կարծում եմ լիգայի փուլից հետո ոչ ոքի չէր թվում, որ այն թիմն է, որը հաղթելու է չեմպիոնների լիգան։ Դե հասունացրել էր Էնրիկեն։ Դե ինչով էր հասունացել, ես կարծում եմ Լայֆին էլ սկսեց արդեն հոտառություն դրսևորել, ֆուտբոլային հոտառություն եւ զգալ, որ թիմը մոտենում է ինչ որ նշաձողի, որով հնարավոր է հաղթել չեմպիոնների լիգան։ Paris Saint-Germain-ը այս ֆենոմենալ մարզավիճակին դուրս եկավ մարտից երևի ու ցույց տվեց, որ ֆավորիտ է։ Համենայն դեպս ամենաուժեղն էր թվում ցանցի ձախ հատվածում, երբ փլեյօֆի ամբողջ վիճակականությունը եղավ, անգամ երբ այնտեղ Ռեալն էր, Լիվերպուլն էր, Լիվերպուլին հաղթեց PSG-ն եւ չեմ որ Լիվերպուլի հետ գտնվելով նույն ցանցում կարող էր համարվել ամենաուժեղը։ Դե ուժեղներից մեկը լավ այսպես ասեմ, բայց Լիվերպուլին հաղթեց ու միանգամից դարձավ այդ կողմի ֆավորիտը։ Ամենայն դեպս ցույց տված խաղով։ Եվ դրանից հետո զարգացրեց հաջողությունը եւ կանգնեցնել այս PSG-ին կարծում եմ իսկապես հնարավոր չէր։ Այո, միգուցե կլիներ ավելի հետաքրքիր եզրափակիչ, եթե Բարսելոնան Ինտերին շրջանցեր, բայց կարծում եմ Paris Saint-Germain-ը կհաղթեր նաեւ Բարսելոնային, կհաղթեր ավելի լավ պաշտպանության շնորհիվ առաջին։ Այստեղ կվիճեմ, իհարկե դա չէ մեր թեման, բայց հետաքրքիր միտք էր արտահայտվել որ ոչ թե Բարսելոնան կորցրեց Չեմպիոնների լիգան, այլ Չեմպիոնների լիգան կորցրեց Բարսելոնային, որովհետև եզրափակչում, եթե հայտնվեր Բարսելոնան, շատ մեծ վստահություն ունեմ, որ կարողանար հաղթել եւ այնտեղ եթե հիմա այդ թեման քննարկենք, ես շատ գործոններ համեմատելիս միգուցե Բարսելոնային որոշակի առավելություն տարբեր տեղերում կտամ, բայց պաշտպանության մասով, այդ թվում թիմային պաշտպանության մասով Paris Saint-Germain-ը գերազանցում է կատալոնական ակումբին եւ կարծում եմ ավելի քիչ բաց կթողներ PSG։ Երկուսն էլ գրող թիմեր են, երկուսն էլ ֆուտբոլ խաղացող թիմեր են եւ այնտեղ թիմային պաշտպանություն չեմ կարծում։ Լավ, ինչեւ հիմա Paris Saint-Germain-ի հաջողության մասին, հա, ես օրինակ բերեցի նույն Էնրիկեի Բարսելոնան 2015-ի, այն ժամանակ ոչ ոք Էնրիկեին հանճարեղ մարզիչ չէր համարում։ Բոլորն ասում էին, որ հանճարեղը Բարսելոնան էր։ Բարսելոնայի հարձակման եռյակը մասնավորապես եւ խորքից նրանց իհարկե օգնող հանճարեղ կիսապաշտպանները եւ այդ կազմով չհաղթել, բոլորը մտածում են հնարավոր չէ եւ իսկապես Բարսելոնան, եթե կհիշես, այդ փլեյօֆում 1/8 եզրափակչից սկսած Բարսելոնան հաղթեց միայն իրենց երկրների չեմպիոններին եւ դարձավ շատ ամբողջական հաղթանակը չեմպիոնների։ Ես այս ամենը լսելով զարմանում եմ, թե դու ոնց ես համեմատում այդ Բարսելոնան կամ BBC-ով Ռեալը Զիդանի գլխավորությամբ ու այն Paris Saint-Germain-ը, երբ խաղում էին Մեսսին, Նեյմարն ու Մբապեն, որ ասում ես էլի աստղերով կարողացել են 3 հզոր ֆուտբոլիստ հարձակման գծում։ Մեսսին կարիերայի մայրամուտ է գնում։ Եթե լիներ այն ժամանակ Paris Saint-Germain-ի ղեկին մարզիչ, որը կկարողանար այդ ֆուտբոլիստներին ճիշտ օգտագործել, ես կարծում եմ ոչ ոք չկարողացավ այդ եռյակը համախմբել եւ ծառայեցնել թիմի շահերին։ Այո, նրանք վերմակը քաշում էին իրենց վրա, հատկապես Մբապեն ու Նեյմարը իրենց անընդհատ այդ վիճաբանություններով, ով պետք է տուգանային իրացի 11 մեջտեղում կանգնում էր եւ փորձում էր երկուսին, այո, ուղղակի չկարողացավ ոչ մի մարզիչ այդ եռյակը ճիշտ օգտագործել։ Ես դրա համար եմ ասում, եթե լիներ Լուիս Էնրիկեն այն ժամանակ, Էնրիկեն կարողանում է այդ տեսակի ֆուտբոլիստների հետ աշխատել։ Դու ասում ես մի բան, որը եղել է 2015 թվականին, դրանից 5-6-7 տարի հետո, երբ ֆուտբոլիստները ծերացել են Նեյմարը 2015-ի Նեյմարը չէ, ընդհանրապես ոչ չէ Նեյմարին։ Մեսսին թիմային պաշտպանությանը շատ քիչ է մասնակցում, այսինքն երբ 11-ից 9 են դաշտում մասնակցում թիմային պաշտպանությանը, իսկ այստեղ 11-ից նույնիսկ 12-ն են մասնակցում։ Հիմա պատկերացրու, եթե թիկունքում էլ այն ժամանակ լինեին այսօրվա մակարդակի Վիտինյան, Ֆաբիան Ռուիսը եւ հնչում։ Չէ, ես նկատի ունեմ 15-ի Բարսելոնայի թիկունքում ովքեր էին խաղում, չէ՞, հարցակվողների, իսկ այդ Paris Saint-Germain-ի թիկունքում ովքեր էին խաղում, այսինքն եթե լինեին այդ 3 հիմա եթերով ենք խոսում հասկանալի, բայց եթե լիներ Լուիս Էնրիկեն, միգուցե կպահանջեր այլ ֆուտբոլիստներ կիսապաշտպանությունում եւ ստանար։ Այո, միգուցե պահանջեր, բայց վստահ չեմ, որ այդ Paris Saint-Germain-ով դա կարողանար այսպիսի հաջողության հասնել։ Ամենայն դեպս շատ ակնհայտ էր այդ փուչ
փուչ թիմ չեմ ուզում ասել, այնտեղ գերաստղեր էին, բայց թիմային ֆուտբոլ չկար այնտեղ, ընդհանրապես չկար։ Կարծում եմ մի բանում միանշանակ կհամաձայնենք, որ Չեմպիոններ լիգան ստացավ իր պատմության ամենահետաքրքիր թիմերից մեկը, այս Paris Saint-Germain-ը, որը զրկվեց իր գլխավոր աստղերից, կարողացավ 19 տարեկան եւ նույն տարիքի մոտավորապես երիտասարդ ֆուտբոլիստերով ոչ գերաստղերով, այո, հաղթել Չեմպիոններ լիգայում եւ սա ամենահետաքրքիր եզրափակիչներից մեկը։ Եվ սա Ալ-Խելայֆիի հաղթանակն է, կարծում եմ, որ նա ապացուցեց, որ կարելի է ոչ այդքան մեծ ծախսերով հաղթել այս ինքն իրեն ապացուցեց։ Ինքն իրեն, այո, ապացուցեց։ Ինչ են մեր փորձագետները կարծում, Paris Saint-Germain-ը կարող էր հաղթել մեգա աստղերով, թե ոչ, լսենք։ Կարծում եմ այո, կարող էր եւ Չեմպիոնների լիգայում ավելի թույլ չեմպիոններ են եղել թիմային առումով, բայց նաեւ պետք է ասեմ, որ այս չեմպիոնությունը հատկանշական էր նրանով, որ թիմը վերջապես թիմ դարձավ որպես այդպիսին, այսինքն մենք առաջ տեսնում էինք անհատ ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ բան էին ստեղծում, իսկ հիմա Լուիս Էնրիկեին հաջողվեց ստեղծել իսկական թիմ, չեմպիոնական թիմ, ամբողջ մրցաշրջանում Paris Saint-Germain-ը պարզապես խաղացել է թիմային ֆուտբոլ եւ անհատ ֆուտբոլիստները ինչպես առաջ էին, այդպես շատ մեծ դեր չէին կատարում թիմում։ PSG-ն կարող էր հաղթել նաեւ նախկին կազմով, մեկ անգամ եղել էր եզրափակիչում Տուխելի գլխավորությամբ, բայց ինձ թվում է այս հաղթանակը ավելի համոզիչ էր խաղային տեսանկյունից եւ իրական մարշչական թիմ էր։ Լուիս Էնրիկեն կառուցեց այս թիմը եւ ֆուտբոլիստների մեծ մասն էլ կարելի ասել եկել է նրա նախաձեռնությամբ, վառ օրինակը Կվարացխելյանը, որին հենց անձամբ Էնրիկեն էր ուզում տեսնել Paris Saint-Germain-ում, եւ իհարկե այն, որ կազմը ավելի բալանսավորված էր առանց Մբապեի, առանց Նեյմարի, առանց Մեսսիի եւ իսկական թիմ էին։ Ինձ համար ցուցիչ է այն, որ յուրաքանչյուր հարցազրույցում դա ընդգծում է եւ մարզիչը եւ ասում են ֆուտբոլիստները, որ մենք առաջվա համեմատ իսկական թիմ ենք եւ պաշտպանվելիս եւ հարձակվելիս, այսինքն գործում ենք որպես մեկ ամբողջություն։ Եթե հետ Հայաց նայենք, մի քանի տարի առաջ, երբ որ Ռեալում այսպես կոչված Գալակտիկոս թիմն էր, այնտեղ ոչ մեկի ինչ որ բան սովորացնել հարկավոր չէր։ Խաղում են աստղեր համաշխարհային, այնտեղ փոխվավ մարզիչը, եկավ Դել Բոսկեն, ավելի շատ սկսեց չխանգարել։ Ու իրանք, ինչքան գիտենք, բավական մեծ հաջողությունների հասան։ Այս պարագան նույնը չի։ Այստեղ ավելի շատ իմ կարծիքով հենց մարզչական աշխատանքն է, այս մոտավորապես նամանավանդ այս վերջի 6 ամիսը, իհարկե խաղում էին Ինտերի աստղերի դեմ, բայց իմ կարծիքով խաղային ֆուտբոլը հաղթեց։ Ռաունդ երկրորդ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հայտացուցակը, արդյոք հրավիրվել են ներկա պահի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները։ Իսկ հիմա Հայաստանի ազգային հավաքականի մասին առջևում երկու ընկերական հանդիպում է Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հետ, ունենք կազմը, Ջոն Վանցխիպը հրապարակել է օրեր առաջ եւ քննարկենք կազմը։ Իհարկե երբ է լինի, ինչ պայմաններում է լինի, Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստերի ցանկը քննարկելու առարկա է, ով եկավ, ով չեկավ, ինչու այս մեկը, ինչու մյուսը եւ հիմա այդ սիրած գործով էլ կզբաղվենք։ Բնականաբար կան կորուստներ, Օգնեն Չանչարևիչ, Տիգրան Բարսեղյան, նրանք վիրահատվել են կամ պետք է վիրահատվեն, վնասվածք ունեն Վահան Բիչախչյանը եւ Իվուն, իսկ մյուս տեխնացությունների մասով իհարկե վիճելու թեմաներ, առիթներ կան, մասնավորապես մեր Պրեմիեր լիգայից կան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին եւ պետք է հրավիրվեին, իհարկե խոսքը Կարեն Նալբանդյանի մասին առաջին հերթին եւ Ուրարտուի որևէ ֆուտբոլիստ չկա հայտարարությունում, տեսնենք ինչ է կարծում այս հարցի շուրջ։ Գործընկերս հետո կքննարկենք։ Մի փոքր հետ գնանք մարտին, երբ Հայաստանի ազգային հավաքականը երկու պարտություն կրեց, եղան հայտարարություններ, որոնց մասին պետք է խոսել հիմա։ Այն ժամանակ ասվեց, որ հունիսյան խաղերին Հայաստանի հավաքականը պայքարելու է հաղթանակի համար եւ մենք լրիվ այլ հավաքական ենք տեսնելու, լրիվ նոր ֆուտբոլիստներ են լինելու, փորձելու են այս խաղերին Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկել ֆուտբոլիստների, որոնք արժանի են եւ որոնք ընդլայնված ցուցակում պետք է լինեն, բայց երբ նայում ենք ընդլայնված ցուցակը կամ ընդհանրապես հայտարարությունները
տեսակը տեսնում ենք, որ բազմաթիվ անուններ կան, որոնք կարող էին լինել եւ ընկերական խաղերի համար գոնե, փորձարկումների համար գոնե պետք է լինեին։ Գործընկերս նշեց 1-2 ֆուտբոլիստի, բայց այդ անունները իրականում շատ են։ Մենք ունենք շատ կորուստներ, տարբեր պատճառներով պայմանավորված եւ եթե զուգորդում ենք այդ ամենը հնարավոր ֆուտբոլիստներ չհրավիրելուն, ապա հասկանում ենք, որ այստեղ մարտիչը համենայն դեպս շատ լուրջ հարցերի տեղիք է տալիս։ Այն քիչ դեպքերից է, երբ ռաունդի շրջանակում շատ հարցերի շուրջ համաձայնելու ենք եւ անուններ քննարկենք, իհարկե կորուստները նշեցինք եւ այդ կորուստների պայմաններում ավելի արդիական է դառնում այն ֆուտբոլիստներին հրավիրելը, որոնք սովորաբար շանս չեն ստանում։ Եվ մեր Պրեմիեր լիգայում կարծում եմ կհամաձայնես կան ֆուտբոլիստներ, որոնք այդ իրավունքը վաստակել են։ Ես բացման խոսքում Կարեն Նալբանդյանի անունը նշեցի, հիմա միայն Ալարկոտը հայկական ֆուտբոլին հետևող չի խոսում նրա մասին, Վանի առաջատարն է եւ վաստակել էր ամբողջությամբ իրավունքը համենայն դեպս ընկերական խաղերում իրեն դրսևորելու։ Դες որն է խնդիրը, մենք վերջին տարիներին երբ ընկերական խաղեր ենք ունենում, մարզիչները թե Կապարոսը, թե Հետո Պետրակովը հրավիրում էին ֆուտբոլիստների ընկերական խաղերին, բայց հնարավորություն չէին տալիս, էլի խաղում էին նույն կազմով, այն կազմով, որոնք խաղում էին պաշտոնական խաղերում։ Հիմա այստեղ Վանցխիպը հրավիրել է ֆուտբոլիստների, կան նորեկներ, որոնց հետ կարելի է հույս կապել կամ որոնց կարելի է հնարավորություն տալ, բայց եթե վերցնում ենք Հայաստանի առաջնությունը, այն ԲԿՄ-ից ֆուտբոլիստներ են հրավիրվել, ամենայն հարգանքով կարող էին հրավիրվել, բայց նորմալ էր նաև կարող են եւ չհրավիրվել եւ քանի որ երիտասարդականն էլ ուներ խաղեր, կարող էին այնտեղ գնալ, բայց այստեղ կարող են գալ օրինակ Ուրարտուի խաղացողներ։ Մենք մի քանիսի անունը կարող ենք տալ եւ այստեղ ամենա երևի թե տեղին ֆուտբոլիստներից մեկը Նարեկ Աղասարյանն է, որը բավականին լավ մրցաշրջան է անցկացրել եւ դա այն դեպքում, երբ չկա Իվուն եւ դա այն դեպքում, երբ չկա Դաշյանը, եւ դա այն դեպքում, երբ կարելի է Սպերցյանին տանել առաջ եւ 10 համարի դիրքում փորձարկել։ Շատ են։ Դու այնպես չէ որ երբեք շանս չի ստացել, հրավիրվել է հավաքական Նարեկ Աղասարյանը, բայց խաղալու իրավունք հավաքականում նա կրկին Նարեկ Աղասարյանի ես նախորդ հրավերն եմ հիշում, մենք միասին դեսպանատանն էինք եւ նա նոր էր հրավիրվել հավաքական ու հենց այդ օրը խաղ ուներ ու վնասված ստացավ ու չեկավ հավաքական, դա ամենացավալի օրերից մեկն էր երևի թե Նարեկի համար։ Հիմա նորից հնարավորություն կար, պահներ ստեղծվել հրավիրվելու։ Ես նաեւ կարծում եմ, որ այստեղ խնդիրն այն է, որ Վանցխիպը խուսափում է շատ փորձարկումներից, որովհետև հասկանում է կամ ֆուտբոլի ֆեդերացիան է խուսափում այդ փորձարկումներից, որ նորից կարող է անհաջող արդյունք լինել եւ այդ ժամանակ արդեն կասեին։ Ես արի ավելի կոնկրետացնենք, իհարկե ասեմ այնինչ ասացիր, ամենայն հարգանքով յուրաքանչյուր ֆուտբոլիստի անձի եւ նրա պրոֆեսիոնալ կարիերայի հանդեպ, բայց եթե Վանցխիպը հետևում է մեր Պրեմիեր լիգայի հանդիպումներին, ինչով օրինակ Դանիել Աղբալյանը ավելի համոզեց իրեն, որ պետք է լինի հավաքականում, քան նույն Աղասարյանը եւ Նալբանդյանը։ Ինչու այն երկուսը ավելի արժանի չէին, քան ԲԿՄ-ի կիսապաշտպանը, որ արդեն երկար ժամանակ խաղում է ԲԿՄ-ում, երևի մանկուց կարելի ասել խաղում է ԲԿՄ-ում, բայց հազվադեպ է հրավիրվում հավաքական, եթե այդ մակարդակի ֆուտբոլիստեր պետք է վաղուց հրավիրվեր, բայց հիմա 26 տարեկանում նորից ստացել է հրավեր, նորից ասեմ, չլինելով ավելի ուժեղ, քան վերոհիշյալ երկու ֆուտբոլիստները։ Կա նաև Կարեն Մելքոնյանի անունը, որը առաջնության վերջում սկսեց կրակել։ Ուրարտուի մասով ինչ կասես, ինչ-որ գլոբալ բան է սկսվել, այսպես քննարկում, որ Ուրարտուից որևէ ֆուտբոլիստ չի հրավիրվել, սա Ուրարտուի դեմ քայլ չեմ համարի ես իհարկե, բայց չեմ կարծում, որովհետև ամեն դեպքում ֆուտբոլում արդյունքը կարծում եմ ֆեդերացիան եւ առավել եւս գլխավոր մարզիչը վեր է դասում եւ չհրավիրել ֆուտբոլիստների, որովհետեւ ինչ որ խնդիր կա, բացառում եմ կարծում այս տարբերակը։ Կարեն Մելքոնյանի մասով նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է, վերջերս սկսեց հարձակվողի դիրքում խաղալ կենտրոնական, ոչ թե սկսեց, այլ վերադարձավ, որովհետեւ նա պաշտպանի դիրքում էր խաղացել, կիսապաշտպանի եւ սկսեց անդադ գոլեր խփել։ Մենք կենտրոնական հարձակվողի խնդիր ունենք։ Արտուր Միրանյանը մարտից հետո Վրաստանի հետ խաղերից հետո ամբողջական երևի թե 45 րոպե չի անցկացրել խաղադաշտում, դա լուրջ խնդիր է, իդեպ հեռացավ Միրանյանների թիմից հիմա առանց ակումբի է ու
կենտրոնական հարձակվողի դիրքում մենք կարծում եմ Կարեն Մելքոնյանին կարող ենք տեսնել, եթե Մարտին Կալուկյանին կարող ենք տեսնել։ Կարեն Մելքոնյանը իր լավագույն մարզաչն այն ծանր վնասվածքից հետո։ Միանշանակ ոչ չի վերադարձել։ Ուղղակի այստեղ գիտես վատը որն է, որ առաջնությունն ավարտվեց։ Միգուցե եթե Մելքոնյանը սկսեր այսպես գործել մարտին, հունիսյան խաղերին նա շատ ավելի prime վիճակում կարող է լինել, չգիտեմ, միանշանակ չէ, բայց կարծում եմ նա էլ կարող է լինել հնարավոր ֆուտբոլիստների ցանկում։ Ուրարտուի թեման շարունակելով եւ ավարտելով, Նիկոլաս Կալուկյանը հրավիրվել էր Վրաստանի հետ երկու պաշտոնական խաղերին, անկերական խաղերին այլևս չհրավիրվեց, սպարս պատճառով որ չի խաղում Ուրարտում, բայց ինչ է, մենք ստանում ենք հերթական անունը, որը եկավ ու գնաց։ Ես այդ թեմային, եթե կհիշես, անընդհատ շատ էին անդրադառնում Ռանոս Կալուկյան խնդիրներ այնտեղ, որ Ռանոսը չխաղաց Վրաստանի հետ Երևանյան խաղում։ Սիրողական լիգայից չեմ ուզում ասել մեկ եկավ, ամեն դեպքում ֆուտբոլիստ է եւ այդ ժամանակ էլ խաղում էր ու բավականին հետաքրքիր ֆուտբոլ էր խաղում։ Նրան վստահեց խիպը, ոչ թե Ռանոսը եւ դրանից էլ ծնվեց կոնֆլիկտը։ Բայց հիմա ոչ Կալուկյանը կա, ոչ Ռանոսը, մոռանում ենք այս պայդրությամբ գոնե Բալեկյանին եւ Սելարայանին ու երբ թե մի ամբողջ կազմ կարելի է ասել կորցրել ենք այս խաղերի համար։ Ունենք անուններ նոր Թոմաս Ադորյան, արգենտինական Բանֆիլդից, Տիգրան Ավանեսյանը հրավիրվեց, թեև վերջերս թվում է նրան այլևս չեն հրավիրի։ Ինչ կարծիք ունես այդ հարցի վերաբերյալ, եթե մեկ անգամ ակումբային ֆուտբոլը վեր է դասել, հիմա արժեր նորից նրան հրավիրել։ Կարծում եմ, որ նման իրավիճակներում ֆուտբոլիստին պետք է հասկացնել, որ դու քո հնարավորությունը կորցրիր, այսինքն եթե դու ցավում ես Հայաստանի համար, պետք է ցանկացած պահի այդ հրավերը ընդունել։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի ուժով երկրորդ լիգայում շատ բարդ է այդ խնդիրը, լեգիոնականի եւ այլն, բայց չգիտեմ, պետք է ֆուտբոլիստին հասկացնել, որ այդպես չի կարելի։ Կամ երկրորդ շանսը ամեն դեպքում երբեմն պետք է։ Բայց եթե, չգիտեմ, եթե համաձայն եմ, շանս ստացել է, եթե իրեն արդարացնի, ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Ես կուզեմ ավելացնել նաև Արմեն Ամբարձումյանի անունը այս ցանկին։ Արմեն Ամբարձումյանը շատ լավ մրցաշրջան անցկացրեց Արարատ Արմենիայի կազմում եւ նա էլ կարծում եմ պետք է լիներ օնլայնված հայտարարությունում երևի թե այսքան նորից վերոհիշյալ լենակետայինների բացակայության պայմաններում, հա, եթե նա էլ շանս տա։ Արմենը երբեմն առաջել է խաղում, 6-8 համար է խաղում, այնպես որ այստեղ տարբերակները կային, պետք էր օգտագործել պարզապես, լսենք թե մեր փորձագետներն ինչ են կարծում այդ։ Լսենք։ Ընդհանուր առմամբ ուժեղագույն ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքական, իսկ արդյունքի առումով բնականաբար կային ֆուտբոլիստներ, որոնք պետք է հրավիրվեին, կային, որոնք կարող է եւ չհրավիրվեին, դա ցույց է տալու արդյունքը։ Առաջիկա խաղերը ցույց կտա, թե արդյոք կազմի առումով ամեն ինչ նորմալ է։ Կարծում եմ մի քանի ֆուտբոլիստներ կային, որ հատկապես առաջնությունից կարող էին հրավիրվել, Վանից Կարեն Նալբանդյանը եւ Ուրարտուից մի քանի ֆուտբոլիստներ առաջնահերթ։ Մարշի համար վերջին շանսն է ընտրական խաղերից առաջ եւ ունենք նոր ֆուտբոլիստներ, ցավալի է, որ նորից ինչ որ կապեր նա չի կարող ամրապնդել, օրինակ նորից Սելարյանը չկա, այն ժամանակ կար Իվուն Սպերցյանը չկար, հիմա Սպերցյանը կա, Իվուն չկա եւ անընդհատ այսպիսի կորուստներ են լինում, բայց դա մարզիչն էլ հասկանում է, որ մեր հավաքականում միշտ այդպիսի խնդիրներ լինում են ու պիտի գլուխ անեն։ Օրինակ ես այդ հետացակը նայելով կարամ նշեմ մի ֆուտբոլիստի անունը կտամ, Կարեն Նալբանդյան, որը Վանում է խաղում։ Իմ կարծիքով ինքը արժանի էր հավաքական հրավիրվելու։ Ռաունդ երրորդ, Կոսովո-Հայաստան և Չեռնոգորիա-Հայաստան, արդյոք հույժ կարևոր է արդյունքն առաջիկա ընկերական խաղերում։ Նորից միջազգային դադար եւ նորից ազգային հավաքականներն անցկացնում են իրենց հանդիպումները։ Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի։ Եթե սա լիներ դասական իրավիճակ, մենք չէինք այդքան անհանգստանա հնարավոր արդյունքի համար, բայց այստեղ ստեղծվել է իրավիճակ, երբ մեզ իրոք հաղթանակ է պետք։ Վրաստանի հետ խաղերը նորից պետք է հիշել, այնտեղ արված արտահայտությունները, հայտարարությունները եւ երևի թե այս խաղերում հույժ կարևոր է
հաղթանակ տոնել։ Ես չեմ ասում վատ ֆուտբոլով, վերջին վայրկյաններին խփած գոլով հաղթանակը կարող է ամեն ինչ կոծկել, ոչ, այդպես չէ։ Պետք է լավ ֆուտբոլ խաղալ, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել սեպտեմբերյան խաղերի համար եւ պետք է արդյունք գրանցել։ Չեմ ասում, որ երկու խաղում էլ միանշանակ հաղթանակի անհրաժեշտ, բայց ամեն դեպքում գոնե մեկ խաղում հույժ կարևոր է հաղթանակը, չպարտվելն է կարևոր, որովհետեւ պարտությունները վերջին շրջանում իրոք շատ են։ Ոչ ստանդարտ իրավիճակ արտահայտությունը իհարկե ընդունելի չէ ինձ համար, որովհետև Հայաստանի հավաքականը բավականին ստանդարտ իրավիճակում է գտնվում, այսինքն ինչ-որ արտառոց բան տեղի չի ունենում մեր ընտրանոկ կյանքում, այն առումով, որ երբեք փայլուն հաղթարշավ չենք ունեցել ու հիմա ինչ-որ կտրուկ նահանջ ենք ապրել այդ տեսանկյունից։ Ես խոսում եմ միայն հաղթանակների մասին իհարկե։ Ցուցադրած խաղով, այո, տարբերություն ստեղծում է մեր հավաքականը ժամանակ առ ժամանակ։ Հետևաբար նման իրավիճակում կարծում եմ ընկերական հանդիպումները պետք է օգտագործել ֆուտբոլիստերին գործի մեջ տեսնելու համար։ Առավել ևս որ մարզիչը նոր է եւ նա շատերին աշխատանքային պայմաններում, երբ իր հետ են աշխատում, տեսնելու կարիք ունի։ Կարծում եմ հաղթանակ այնպիսի բան է, որ միշտ ցանկալի է եւ միշտ հաճելի է, բայց եթե Կոսովոյի ու Չեռնոգորիայի հետ խաղերում դնենք նպատակ միայն հաղթել, ապա նորից կանգնելու ենք վերջում կոտրած տաշտակի առջև։ Ավելի լավ է ֆուտբոլիստները անկաշկանդ գործեն, իրենց ցույց տան մարզչին եւ դրանից կարծում եմ ամեն ինչ ավելի լավ կլինի, այդ թվում արդյունքը։ Չես կարծում, որ ամեն ինչ անել հաղթանակի համար այս արտահայտությունը կարող է ձևավորել նաև բնավորություն ֆուտբոլիստերի մեջ հաղթողի։ Ես չեմ կարծում, որ այդ բնավորությունը ֆուտբոլիստերը պետք է ձեռք բերեն ազգային հավաքական գալով։ Նրանք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները խաղում են պարբերաբար իրենց ակումբներում եւ այդ բնավորությունը արդեն պետք է ձևավորվի։ Համեմատում ես ազգային հավաքականում հաղթանակը ակումբային ֆուտբոլում։ Իհարկե չեմ համեմատում, բայց եթե խոսում ենք հաղթելու բնազդի բնավորության մասին, ես ասում եմ պետք է դա ձևավորված լինի արդեն այն ֆուտբոլիստի մոտ, ով գալիս է ազգային հավաքական։ Ես կարծում եմ, որ այստեղ լրիվ այլ իրավիճակ է, որոնք ազգային հավաքական գալով նոր իրենց մասին լսեցնում են։ Նաև ֆուտբոլ են խաղում, դա էլ է կարևոր։ Այո, սա լավ օրինակ չէ, բայց մենք ունենք այդպիսի բան։ Իսկ ինչ վերաբերում է արդյունքին, այո, նորից ասեմ։ Այսինքն մոռանանք Արմեն Մելիքբեկյանի ասած։ Իհարկե չենք մոռանա, բայց լրիվ այլ հավաքական ենք տեսել։ Շատ ակնհայտ չէ, որ արդեն ճակերտավոր արդարացումը գրպանում դրված է։ Այսինքն ոչ օպտիմալ կազմով էինք, տարբեր պատճառներով կան կորուստներ եւ իհարկե այս հանդիպումները օգտագործվեցին սեպտեմբերին ամեն ինչ ավելի ճիշտ անելու համար։ Ես կարծում եմ ոչ, չկա արդարացում այս բայդրությամբ, մրցակիցները եվրոպական թոփ հավաքականներ չեն, բայց մեզնից թույլ էլ չեն։ Այո, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք եւ երևի թե խաղալ հաղթանակի համար դա նույնն է, ինչ պատրաստվել սեպտեմբերյան խաղերին, միգուցե տարբեր մտքեր են սրանք, բայց եթե շատ խորը նայում ենք, ենթատեքստը նա է, որ այստեղ եթե մենք հերթական անհաջողություններ ունենանք, թե հոգեբանորեն ֆուտբոլիստների մոտ անկում կլինի, որովհետև ավակը մեր Վարազդատ Թարոյանը մարտի խաղերից հետո ֆեդերացիայի նախագահի գլխավոր մարզչի հետ հայտարարություն արեց, որ քանի հավաքականում է այսպիսի ֆուտբոլ չի լինելու։ Իհարկե այսպիսի ֆուտբոլը չեմ կարծում, որ 0-6-ին էր վերաբերում, այլ վերաբերում էր անատան ֆուտբոլին։ Եվ այստեղ եթե մենք կարողանանք լավ ֆուտբոլ խաղալ, կհաղթենք նաև։ Կարծում դա պատճառահետևանքային կապ է։ Ես կարծում եմ, որ ավելի շատ Հարոյանը եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չպետք է այդ հայտարարությունը անեին տակ-տակ, այո, որովհետեւ եթե խոստանում ես ինչ-որ բան, խոստացիր պաշտոնական հանդիպումների համար, հաջորդ ընտրական մրցաշարի կամ ազգերի լիգայի համար։ Ընկերական խաղերի համար անել այդպիսի հայտարարություն, ախր ես հասկանում եմ ֆուտբոլիստները, մարզիչները, պաշտոնյաները միշտ ասում են, որ ազգային հավաքականի համար ընկերական եւ պաշտոնական խաղեր չկան, խաղ է, հաղթանակը միշտ ցանկալի է եւ ձգտում են այդ հաղթանակի, բայց ենթագիտակցորեն ֆուտբոլիստը դաշտ դուրս գալիս ընկերական խաղում միշտ էլ մտածում է, որ ավելի ազատ է, ավելի կախված չէ արդյունքից, ոչ ոք իրեն չի քարկոծի պարտության դեպքում, որովհետեւ սա ի վերջո ընկերական հանդիպում է, սա փորձարկումների համար է։ Ավելի լավ չէր ազատել ֆուտբոլիստերին այդ բեռից, հիմա չգային Կամրանը երկու ընկերական խաղից առաջ ամբողջ ազգը նորից այսպես
շունչը պահած նստի նայի ով է սխալվելու, որ հետո քննադատի։ Լավ, արի մի բան հասկանանք, փորձարկում, մենք անդադ ասում ենք փորձարկումներ, Դե այնպիսի ֆուտբոլիստներ են եկել, որ իրոք դառնում է փորձարկում։ Ես ինչ ասեմ։ Փորձարկումներ, համաձայն եմ, փորձարկում ենք անում, բայց վստահ չես, որ սեպտեմբերյան խաղերի համար, լավ, Պորտուգալիայի հետ խաղը վերցնենք, գլխավոր մարզիչը իր մտքում արդեն մեկնարկային կազմ ունի այդ խաղի։ Համարյա մեկնարկային կազմ ունի։ Այսինքն ֆիկտիվ են հրավիրված այս ֆուտբոլիստները։ Ես չգիտեմ ինչ է սա, բայց երբ մենք միշտ փորձարկումների մասին ենք խոսում, մի քիչ առաջ էլ խոսացինք նրա մասին, որ նախկինում գալիս էին նոր ֆուտբոլիստներ, բայց խաղալու հնարավորություն չէին ստանում։ Մեր ֆուտբոլիստերի միջև տարբերությունն այս պայն այնպիսին է, որ կարծես հստակ է մեկնարկային 11 ֆուտբոլիստի, լավ, 13-14 ֆուտբոլիստների անունները կարծես թե հստակ են։ Եվ այստեղ այս խաղերի միջոցով մարզիչը չի գտնելու նոր ֆուտբոլիստի, որին կդնի սեպտեմբերյան խաղերի համար մեկնարկային կազմում կամ կա իրականություն դրանում, որովհետև մենք միշտ բերում ենք տարբեր ֆուտբոլիստների, ասում ենք, ուզում էիք այս ֆուտբոլիստին, տեսել էիք, որ հայկա բերեցինք, տեսակ, որ չի կարողանում խաղալ, էլ ինչ եք մեզնից ուզում, միևնույն է գալիս է պաշտոնական խաղը, ասում ենք քո թվարկած 13-14 ֆուտբոլիստը։ Այո, դա այդպես է, բայց ես չգիտեմ այդ դեպքում ինչու պետք է այս ընկերական խաղերում այս կազմից պահանջենք արդյունք։ Որպեսզի արդարացնի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ իր ասածը, որ խոսքի տերը լինի։ Խաղում է հավաքականը, խաղում է իրենից ոչ ուժեղ հավաքականների հետ, մենք չենք հաղթում վաղուց, Ես կարծում եմ իրենից ուժեղ հավաքականների հետ այս պայդրությամբ խաղում։ Դե եթե հաշվի առնենք, որ օրինակ Մուրիքին չկա, նրանց 2-3 առաջատարները չկան, ինչպես մեր դեպքում, կարծում եմ մեզնից ուժեղ չի Կոսովոն այս պահին։ Դե ունեն կորուստ, նրանք ունեն կորուստ, ամեն ինչ հավասարաչափ է եւ համարժեք, հետեւաբար ես չեմ կարծում, որ Կոսովոն Ասլանին եւս կարծեմ չկա եւ Չեռնոգորյան ինչ որ բանով մեզ հիմա զիջում են, բայց նորից ասեմ, պետք է ֆուտբոլիստների ուսերից այդ բեռը գցել ի վերջո, եկեք ուզում եմ հասկանալ, որ մարզիչը ինչ պետք է ասի ընկերական խաղում ինքնանպատակ չպետք է մարզիչը ինչ պետք է ասի, մի մտածեք հաղթանակի մասին։ Իհարկե ոչ, ես չեմ ասում, որ մարզիչը պետք է ֆուտբոլիստին ասի, դուրս եկեք խաղացեք հանդերձանից դուրս գալուց առաջ ինչ խոսակցություն պետք է լինի, ինչի համար եք մտնում դաշտ, լավ ֆուտբոլ խաղալու, տենց առաջադրանք ես չեմ լսել։ Կա այդպիսի մասնագիտություն ֆուտբոլում, կոչվում է մարզիչ։ Եթե նա դարձել է մարզիչ, ուրեմն ինքը պետք է իմանա ինչ են նման դեպքերում ասում։ Եթե ես տիրապետ եի այդ ամենին, միգուցե ես հիմա կլինեի մարզիչ։ Դու ասում ես, որ չպետք է հաղթանակի մասը, այդ բեռը պետք է հանել ուսերից։ Դու այսինքն ինչ որ մի հատ քայլ ես։ Հոգեբանորեն պետք է այնպես տրամադրի, որ ձգտեն հաղթանակի, բայց դա չլինի X գաղափար, հա, այսինքն չմտածեն, որ այ հիմա արի այստեղ ավելի ապահով խաղամ, որ հանկարծ գնդակը չկորցնեմ, մենք պարտություն չկրենք իմ պատճառով։ Բայց ես չեմ կարծում, որ ֆուտբոլիստը նաև ինչ-որ ռիսկային գործողության պետք է ինչ-որ իրավիճակում փորձի նաև գեղեցիկ խաղալ, պետք է փորձեն փոխանցումներով շատ խաղալ։ Դետալներ են, որ մենք իրականում շատ ենք այո, իսկ այդ դետալները պաշտոնական խաղում շատ դեպքերում չեն գործածում ֆուտբոլիստները, որովհետև գերադասում են ավելի ապահով խաղալ, այո։ Դե բայց եթե հիմա իրենք փորձեն դա անել, այնպես չէ, որ պաշտոնական խաղերում նորից են փորձելու։ Ուղղակի բարձ տրամաբանություն է, եթե փորձեն եւ ստացվի պաշտոնական խաղերում ավելի վստահ կզգանի։ Կարող են վստահ, այլ հարց է, որ այո, վերադառնում ենք այն մտքին, որ որքան էլ հիմա փորձեն ու ստացվի, հետո չեն խաղալու։ Այն ֆուտբոլիստների մեծ մասը, որոնք հրավիրվել են այսօր ազգային հավաքական։ Ես դրա համար եմ ասում, հաշվի առնելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, դնել նպատակ այս ընկերական խաղերում հաղթել իրատեսական չէ։ Բայց չգիտեմ, ես չեմ կարծում, որ շատ թույլ կազմե։ Այո, կան ֆուտբոլիստներ, որոնք չեն հրավիրվել եւ առաջատարների շարքում են, բայց վերադարձել է Սպերցյանը, դա եւս շատ մեծ օգուտ է։ Արտուր Սերոպյանը լավ ֆուտբոլ է խաղում ու մի քանի անուններ եւս չհասցրինք քննարկել, բայց շատ հետաքրքիր է արդյոք Վանցխիպը երկու խաղերում տակտիկական փորձարկումներ կանի, նորամուծություններ կանի, թե ոչ, թե միևնույն է խաղալու է այնպես, ինչպես մոտավորապես ցույց տվեց Վրաստանի հետ խաղերում։ Ես նկատի ունեմ խաղի կառուցվածքը եւ դասավորությունը։ Սխեմատիկորեն։ Այո, ինչ են մեր փորձագետները կարծում այս հարցի շուրջ, լսենք։ Այո, շատ կարևոր է այս առաջիկա ընկերական հանդիպումները Հայաստանի հավաքականի եւ արդյունքի առումով, քանի որ շատ դաժան խաղեր է ունեցել Հայաստանի հավաքականը վերջի երկու խաղը Վրաստանի հետ եւ շատ լավ կլինի, որպեսզի հաղթեն, դրանով կարծում եմ մարզական ոգին ինչ-որ չափով կվերականգնվի Հայաստանի հավաքականի։ Այս ընկերական խաղերը տարբերվում են նրանով, որ արդյունքը նույնիսկ ինչ որտեղ առաջնահերթ է, հաշվի առնելով ինչ տեղի ունեցավ Վրաստանի հանդիպումներում,
միանշանակ պետք է որ հավաքական ինչ-որ բան ապացուցի եւ խաղով եւ արդյունքով ու գումարած իհարկե փորձարկումները եւ մարզիչը եւ ավակը եւ ֆեդերացիայի նախագահը Վրաստանի հանդիպումից հետո հստակ ասել են որ մենք ուրիշ հավաքական պիտի տեսնենք հիմա կարող է չստացվի հաղթել բայց մենք հասկանանք որ այս հավաքականը ինչ-որ դասեր խաղել է նախորդ խաղերից ու իսկապես թիմային ֆուտբոլ է խաղում եթե դա հասկանանք ոչինչ թող ոչ ոքի էլ լինի բայց մյուս կողմից քանի որ մենք հազվադեպ ենք հաղթել վերջին ժամանակներս, հաղթանակը հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է, մանավանդ որ մարզիչն էլ նոր է։ Յուրաքանչյուր խաղում կապ չունի ստուգողականա թե օֆիցիալ խաղերը հաղթանակ կարևոր է, բայց քանի որ մարզիչը նոր է, հնարավոր է ինչ-որ տակտիկական վերլուծությունների հետևից ընկնի կամ ինչ-որ ճկուն մարտավարություն մտածի, արդյունքը միշտ կարևոր է, բայց ամեն դեպքում առաջնայինը գնալու է նոր ֆուտբոլիստների համագործակցությունը, խմբային տակտիկա, թիմային տակտիկա, դա։ Հաղթանակը առավել եւս Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը կարևոր է բոլորիս համար, բայց առաջիկա ընկերական հանդիպումներում թող բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են հավաքական, կարողանան իրենց լավագույն կողմից դրսևորել։ Իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ այս տաղավարում եւ քննարկենք այդ խաղերը եւս։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome